Հովհաննեսյան առողջական վիճակի մասին տեսակցեցի պինդ լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը, դեռ ոչ, սպասում ենք, հետո բոլորով կտեսնվեն իհարկե, այս պահին գտնվում է հետազոտման ընթացքում, գիտենք, որ Վագիֆը ուներ նաև քրոնիկ վիճակ սրտային եւ մենք պետք է որոշակի հավելյալ նաև հետազոտություններ կիրականացնենք եւ արդեն մեր մասնագիտական թիմը որոշումներ կկայացնի հետագա բուժման ընթացքի մասով վստահ լինելով, որ լավագույն հսկողության տակ է։ Տիկին նախարար գիտեինք մենք նման այս պահին իրավիճակ չունենք, նորից եմ կրկնում, կարիք կա հավելյալ հետազոտություններ անցկացնելու, քրոնիկ վիճակի հետ կապված բուժման ուրեմն ընթացքը կպլանավորվի եւ կիրականացվի եւ ամեն ինչ լավ է, այս պահին ամեն ինչ լավ է։ Պատացել էր ադրբեջանական բանտում, այնտեղ էլ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, մենք գոնե նախնական չգիտենք ինչ վիճակում է գտնվում եւ ի վերջո այնտեղ որևէ վիրահատական միջամտություն եղել է թե չէ, որովհետեւ ինքը հենց այն ճանապարհին էր գերեվարվել, երբ որ ուզում էր գար այստեղ վիրահատվեր։ Նախ ես դες ասեմ, մենք չենք պատրաստվում ամբողջ բժշկական տեղեկատվությունը կարծում եմ կարիք չկա հրապարակելու, այս պահին կբավարարվենք այսքանով, պարոն Ադամյանը եւս մի քանի բառ հիմա կավելացնի, ամենակարևորը, որ հիմա մեր մասնագետների հսկողության տակ, նորից կրկնում եմ, նրա վիճակը այս պահին իր քրոնիկ վիճակի հետ կապված նորմալ վիճակում ենք։ Խոսեցինք, շփվեցինք եւ նորից եմ կրկնում տրամադրությունը լավ է, վիճակը լավ է։ Ասեցի, երջանիկ է, ուրախ է եւ իր խոսքերն էին, որ Հայաստանում եմ, լավ եմ։ Տիկին Հովհաննեսյան, դուք մինչ իր մոտ մտնելը ասացիք, որ ես վերադարձած հայրենակիցների վիճակը բավարար եք գնահատում, բայց մենք տեղյակ ենք, որ Ադրբեջանում վատացել էր Վիգեն Էլուչաքյանի առողջական վիճակը, նա անգամ քայլելու հետ կապված խնդիրներ ուներ։ Բոլորը անհրաժեշտ հետազոտությունները մասնագիտական խորհրդատվությունը կստանան եւ եթե կարիքը կլինի հետագա որևէ բուժման process կազմակերպելու, արդեն ընթացիկ կկազմակերպենք։ Այս պահին նորից կրկնում եմ, նրանց վիճակը բավարար է, որևէ այս պահին խնդիր լուրջ չունենք։ Այստեղից հետո պատրաստում եք իրենց այցելել։ Եթե այցելեմ կամ կարիքը լինի, տեղյակ կլինեք։